Իսկ որ մի հատ Այազգովի տանկ բուրներդ այդ ժամանակ կարողա ցմա հեռացվեք։ Էս ինչ եք խոսում, արա։ Հիմա ինչքան աշխարհում հայ կա, բոլորդ այս հոլովակը միջև վերջի րոպեն, վարկյանն ու միլիվարկյանը անպայման կնայեք։ Մի հատ եկեք նայենք։ Արդեն մի քանի օր է ինչ շոու բիզնեսի դաշտում նոր թրենդ է դարձել հայտնի 6 տարբերակով երգող ռապից երգիչ Վարդան Եղիազարյանի Վարդանիկի մոտ գնալը եւ հանգանակություն անելը, որ առողջանա։ $1000 ախպերս տերը օրնի։ Վարդան ջան, $500 տալիս եմ քեզ, էսի մի հատ օգնեք։ Իսկ ինչ էր կատարվել։ Ով է ռաբիզ երգիչ Վարդանիկը, նա ռաբիզ երգերի շուկայում պահանջված է եւ ունի մեծաթիվ դիտումներ, բայց շոու բիզնեսում աշխատած գումարները նրան չէին բավարարում։ 2017 թվականի հունիսի 30-ին սա սուպերմարկետում Վարդան Եղիազարյանը դանակի սպառնալիքով դրամարկղից հափշտակել էր 600,000 դրամ։ Ձեները մատաղ կանեմ հանգացված ձենելա։ Ուշացնում եմ մատաղ կանեմ, ձերդ քաշ արա բանցամ, ձերդ քաշ ես, ձերդ մեջ չեպի։ 600,000 դրամը վերցնելով Վարդան Եղիազարյանը դիմել էր փախուստի, անհասկանալի հանգամանքներում հայտնվել Ռուսաստանի Դաշնությունում։ Մոտ 4 ամիս անց Ռուսաստանի Դաշնությունում 34-ամյա Վարդան Եղիազարյանը ձերբակալվել էր ու տեղափոխվել Հայաստան, Կալանքի։ Թե ինչ է եղել նրա հետ կալանավայրում դժվար է ասել, բայց փաստ է, որ նա խիստ վատառողջ է, մարմնի կեսը նորմալ չի գործում։ Աչանց չեմ զգում, չեմ զգում հապերը։ Աչանց չեմ զգում։ Բերանը սրբերալ ու պարտամը ճանասպատ երկի չեմ։ Դրա համար էլ իր գործընկերները սկսել են գումար հավաքել, բուժելու համար։ Ճակատագրի հեգնանքով երգիչ Վարդան Եղիազարյանին այցելել է նաև Կարեն Հակոբյան անունով երգիչը, որը եւս 2012-ին մարդասպանության համար կալանավորվել էր։ Ազելուց հետո ինձ ասաց դե արի իսկոն քեզ հեսա ելի հայհոյանքով տեսին չմա կրակեցի իր ոտքերին։ Կարեն Հակոբյանը եւս ռաբիսի աշխարհում հայտնի եւ պահանջված է։ Սակայն կալանքից հետո երկար ժամանակ չկար բեմում, չէր երգում ու տպավորություն էր, որ նրա առողջությունն էլ կալանավայրում տուժել է։ Այսպիսով ինչ է կատարվում հայ հայտնի երգիչների հետ, ովքեր այս կամ այն պատճառով հայտնվում են կալանավայրում։ Նրանք ժամանակավորապես կորցնում են ոչ միայն իրենց երգելու կարողությունը, այլև ֆիզիկապես ավելի տկար դառնում։ Սա առեղծված է, որի մասին գուցե մի օր կպատմեն հենց իրենք երգիչները։ Ուրեմն, բոլորս տեսանք ինչեր ես խոսում դու։ Այս ինչ լուրեր է, այս ինչ էջա, ես չգիտեմ։ Ընդեր կոմենտերի մեջ գելեք, հարգելիներ էստեղ, եթե վիրավորական հայոյանքեր բան գրեք մեր էջերի մեր նյութի մասին, ուղղակի կհեռացվի։ Իսկ որ մի հատ Այազգովի տանկ բուրներդ այդ ժամանակ կարողա ցմա հեռացվեք։ Էս ինչ եք խոսում, արա։ Ինչ եք խոսում։ Ուր եք բլոգերներ, որ հեռախոսները վեգանած նկարում էին։ Հա? Ձեր վրով էլ անցնում այս լուրերը։ Ձեր վրով էլ խոսում։ Կարա խոսա մի հատ իմ վրով, կթքեմ վրեն։ Խի գիտես ինչի, որտե չեմ գնացել կամերայով մտել բերանը, չեմ գնացել փողերը հավքել տարել տվել, ցուցամոլություն բաներ չեմ արել։ Դու ով ես, աղջիկ ջան, ով է ձեր լրատվականի տերը։ Էսի չեք անում, էսի չեք խոսում։ Ուզում ես ասես, դու տենց սաղ հայազգին ներկայացրեցիր մարդկանց կյանքը, անցած ուղին, սաղ հայազգը հավաքվել է, բոլորը սխալ են, պլյուս իր աջակիցները, պլյուս շոու բիզնեսի տղեկա աղբերները, դուք ճիշտ եք, հա։ Ով եք դուք, արա վաբշե։ Ուզում եք ասեք, մենք սաղ հայազգով հավաքված, ուզում ենք մեր աղբերները, մեր ազգի տղեկին օգնենք, հիմա դու սա գալի ձեր խոսալով մենք սաղը սխալ ենք, հա, ու դուք ճիշտ եք։ Ես ու ձերվես լվացը կաշել եմ խրախ, դե շեմ խարրվում, բայց եսի արդեն ազգային հարց է, դու թքեմ ձեր վրա, դու ով ես որ խոսաս, աղջի, ես ով է ես խոսացողը, ով է ես կազմակերպության տերը, վաշը տենում է ինչ է խոսում, հիմա որ էջը դնեմ բլոկ եմ, ճիշտ կանեմ, թո սա հայ ազգը ժողովուրդը գրի, ես Facebook-յան էջը, եթե 24 ժամվա ընթացքում ես հոլովակը չհեռացնի ու ներողություն չխնդրի ժողովրդից, ժողովրդի քայլը կատարելուց, ես խոսք եմ տալի կզբաղվեմ ձեր էջը բլոկելով։ Ու հավատացեք անելու եմ։ Այս հասնել տակը կփաստի։ Վատ եք դուք, արա։
Լրիվ եք ցնդել։ Էսի չեր եք խոսում։ Ես իմ ասելիքը ասեցի։ Թոմրացը հայ ժողովուրդը տենա։ Առավոտը պետք է սկսես լավ տրամադրությամբ, որ օրը լավ գնա։ Իմ ամեն առավոտը սկսում եմ անդասիրակ երևույթներով, սրբապիղծ մարդկանց տեսնելով ու համացանցում։ Մեկ էլ մերկա ինքնահաստատված, չբավարարված, կնանիքով պսակված, բաժնված, մարդիկ 10 անգամ ռնդան միացրած ռնդայած, երկու հատ էլ հետև գցած ամբարոյականի զավակներով։ Իրանք են էությամբ ամբարոյական։ Հիմա հեսա անցնեմ բուն թեմայի։ Ամենաառաջինը TikTok-յան հարթակում բոլոր օգտատերերը, ովքեր որ իմ հոլովակներից, թե իմ խոսքերից, թե ընդհանրապես իմ հոլովակներից տեղադրեն իրենց էջում։ Իմ TikTok-յան էջը նորաբաց, պրոստե էջը։ Անպայման կնշեք։ 1. Երկրորդը։ Հորդորս բոլորիդ։ Ձեր մեկնաբանությունների բաժնում, որտեղ իմ հոլովակներն եք տեղադրել, սաղիդ վերաբերվում է։ Բոլորը տնայեք մեկնաբանությունները։ Հետո նես չստացվի, որ ձեզ էր անդառնամ քույրիկներ ջան ու աղբերներ ջան։ Մեկնաբանությունների բաժնում, որ ընդենզի վիրավորական բաներ են գրում։ Մի հատ վաքսի մեյմուն աղջիկ կա Ռուսաստանի գեղերից։ Մենակ պրոստը դրան եմ ֆիքսեմ, մնացածին չեմ ասում։ Հիմա մեկնաբանության մեջ գրել եմ դու ով ես որ մի հատ էլ քեզ հարցնենք փողը ուր ղրկենք։ Ես բաբշե փողի հետ կապ չունեմ։ Ուր ուզում եք ուղարկեք, ինչ ուզում եք արեք։ Ճիշտ են ասում, էլի, հետևորդներից ես շատերը գրում են ինձ, Յուրա ջան, քեզ շատ էլ պետք է այ ախպեր։ Շատ ճիշտ են ասում։ Բոլոր այն մարդիկ, ովքեր իմ դեմքով, իմ խոսքերը կամ իմ վիդեոներից ինչ որ մեկ ունեն TikTok-ում դրած։ Կոմենտների բաժինը նայեք։ Կտեսնեք կնկատեք ով է իրան վատ բանում, իմ հանդեպ վատ բանագրե, էջը նկարեք ուղարկեք։ Որ ես մի հատ իրան հանեմ տրաս, որ տենանք ինքը ով է էլ իր կյանքով մեկ։ Բայց ամենակարևորը էջս նշելուց հետո, որ այդ կոմենտերին էլ ուշադրություն չդարձնեք, սիրելի TikTok-յան հարթակի օգտատերեր։ Ես ուզում եմ ձեզ զգուշացնեմ ինչ ալիներում։ Բոլոր այն մարդիկ, ովքեր ընդհանրապես բացի իմ անձնական էջերից որտեղ որ վիդեո ունեն իմ դեմքով, TikTok-ը, Facebook-ը ու Instagram-ը վերիֆիկացիա անցած եմ ես, հեղինակային իրավունքների հետ մեկտեղ, իմ հեղինակային իրավունքներով, բոլորի էջերը բլոկել կտամ, օֆիցիալ։ Իսկ չնեղանաք, ես ես հիմա պարզ ասում եմ։ Իսկ ինչ է վերաբերում մնացած փիչխեքին, օրը գգա բարին էլ հետը, կտեսնենք ձեր հետ ինչ կարելի անել։ Ու ամենակարևորներից մոռացել եմ նշել։ Եթե դուք ինչ-որ մեկի վիդեոն վերցնում եք տեղադրում եք, նաև պատասխանատվություն վերցրեք ձեզ մեկնաբանությունների բաժնում, մանավանդ իմը։ Ու չեք մտածում, որ կարողա չխորանամ ձեզ չգրեմ անձնական նամակներով։ Մի անգամից ձեր էջերին անդառնամ ու փաստով դնեմ ձեր դեմը։ Չեմ ուզում հիասթափվեմ մեր ազգի կեսից։ Չեմ ուզում։ Ուզում եմ մեր ազգը լավ ապրի։ Բայց տակի մնացած այդ Ռուսաստանի գեղերում Երևանից բախկված բան, ես վերջին անգամ եմ զգուշացնում։ Չեմ ուզում ոչ մեկիդ հանեմ համացանց դնեմ։ Ախր դուք չեք պատկերացնում, էլի ինչ կարամ ձեր հետ անեմ։ Չեք պատկերացնում։ Արա կհանեմ կդնեմ, ներողությունը չի փրկելու ձեզ ոչ մեկին։ Այն որ մնացածը ներողություն են խնդրել սաղից, բլոգերներից, տղեկից, եւ որ գտել են իրանց։ Արա իմը տեն չի լինելու։ Արա ձեզ սկիպ ձեր գնալ քաղմասում գրելը ձեզ չի փրկի արա։ Արա յան տվեք ինձնից։ Չեմ ուզում ընկնեմ ձեր հետևից, չեմ ուզում ձեզ պատժեմ։ Իմ հանդեպ ոչ մի վատ քայլեր մի կատարեք, որտեղ ես ոչ մեկիդ վատ բան չեմ ասել, վատ քայլեր չեմ կատարում։ Ոչ ձեր ծնողին եմ կպնում, ոչ ձեր երեխեքին եմ կպնում, ոչ ձեր ինքնասիրությանն եմ կպնում, բայց կսկսեմ ձեր ինքնասիրությանը կպնել ու շատ դաժան։ 7 պորտով էլ բոմբ գցեք, չեք հասցնի այդ վիդեոները հանեք։ Արա սիստեմատիկաբար այնքան կպղծեմ ձեզ, ձեր երեխեքը կզզվեն ձեզից, կհրաժարվեն, ձեզ կտանեն կհանձնեն ծերանոց կամ մանկապարտեզ։ Իմացեք, որ ունեմ արած ձեր վրա սաղի, ով որ մտածում որ կարա վատ մեկնաբանություն գրի ու թռնի։ Դուք իմացեք ինչի տղեկ եք։
բարոյական օրենքներից զուրկ, որ բարոյականություն չունեք։ Մնացածը սաղին հասցրեք հոլովակը, հետո չասեք, չեմ ասել։